Վերջերս տեղի ունեցել փոփոխություն կենսաթոշակների հետ կապված, մանիպուլյացիոն տեսքով դա ներկայացվում է որպես կենսաթոշակի բարձրացում, բայց ստեղ կա խնդիր։ Փոփոխությամբ ներկայացվում է, որ կենսաթոշակը բարձրացվել է 20%, մինչև 20%, բայց սա նախկին փոփոխության վրա կատարվել է եւս մեկ փոփոխություն, այսինքն նախկինում մինչև 6000 դրամ հնարավոր էր բարձրացնել, իսկ նոր փոփոխությամբ հնարավոր է բարձրացնել հետվճարը կենսաթոշակը մինչև 10000 դրամ։ Մարդիկ մտածում են, որ կենսաթոշակը բարձրացել է հենց 10000 դրամով, սակայն սա իմիտացիա է կենսաթոշակի բարձրացման ու կա լրջագույն խնդիր։ Փոփոխություն է նախատեսվել մինչև 20% հետվճար ու հետվճարի դեպքում անձը պետք է կանխիկը փոխարինի անկանխիկ եղանակով կենսաթոշակի ստացում ու կատարի անկանխիկ գնումներ։ Իսկ անկանխիկ գնումների դեպքում նաև կա այլ պայման, առկա համակարգի կողմից սահմանված մինչև 2% վերադարձի հետ կապված, որ գնումներ կատարելուց նվազագույն շեմ է սահմանվել, 1000 դրամի շեմը գերազանցելու դեպքում կարող է անձը ստանալ 2% հետվճար եւ կա եւս մեկ պայման հետվերադարձի հետ կապված, որ հետվերադարձ չի լինում, եթե կատարվել է օրինակ կոմունալ վճարների կամ կապի ծառայության համար կատարված վճարները, ցանկացած անձ վճարում է թե կոմունալ ծառայությունների համար, թե կապի ծառայությունների համար եւ տվյալ դեպքում կենսաթոշակառուները նույնպես իրենց անկանխիկ վճարումները կատարել են նաեւ կոմունալ վճարումներ կապի ծառայություններ, այսինքն դուրս է գալիս, ստացվում է, որ անձը նշված վճարները կատարելու եղանակով հետվճար չի ստանալու ու նշված գումարը իրեն հետ վերադարձ չի լինելու։ Ինչպես նաեւ մյուս պայմանը, որ դրված է 1000 դրամը գերազանցելու դեպքում կարող է հետվճար ստանալ, այսինքն օրինակ բերենք մեր տարիքային տատիկ պապիկները ծերության կենսաթոշակ ստացող անձի մեկ հատ հաց, երկու հատ հաց են գնում ու դա չի գերազանցելու 1000 դրամը, այս պարագայում ինքը հետ վերադարձ չի ունենալու, այսինքն ստացվում է անիմաստ փոփոխություն է սա եւ անձը թոշակառուն կատարելով անկանխիկ գնումներ արդյունքում չի ստանում ոչ մի հետ վերադարձ։ Փոփոխությունը հանգեցրել է նրան, որ աղմուկը շատ, բայց գրպանում դատարկ։ Մեր կարծիքով, եթե դու անում ես մի բան, պետք է անես այնպես, որ անձը իրականում կարողանա դրանից օգուտ ստանալ, այլապես ստացվում է մի բան, որ դա դու անում ես քո քաղաքական PR-ի համար։ Ինչի ենք ասում PR-ի համար, որովհետև ինչպես արդեն նշեցինք, հետ վերադարձի համար գումարների ինչ-որ հատված գնալու է կոմունալ վճարների ու կապի ծառայության, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցի Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ ծախսում է իր գումարների 17.6%-ը միայն կոմունալ ծառայությունների եւ կապի ծառայությունների համար։